իսկ ինչ է իրենց ներկայացնում այսօրվա հանրությունը։ Ուրեմն խոսքը հիմնված կլինի որոշակի հետազոտությունների վրա, որոնք մենք անց ենք կացրել, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Երևանում, տարբեր շրջաններում մարդկանց հետ որոշակի ձևաչափերով խոսել ենք եւ հիմա գանք իսկ ինչ է հանրությունը։ Արդյոք Հայաստանում կա հանրություն։ Ինչով է տարբերվում հանրությունը ժողովրդից։ Ժողովուրդը մարդկանց խումբ է, որոնք մի լեզվով են խոսում, ինչ-որ մի տարածքում են ապրում, ինչ-որ կրոն ունեն եւ այլն, բայց ժողովուրդը դառնում է հանրություն, երբ որ ստանում է կառուցվածք։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք հասկանանք ում հետ ենք խոսում եւ ինչ ենք խոսում, որտեղ ժողովրդությունը դա սոցիալական խմբեր են, դասեր են, ինստիտուտներ են, հանրային հեղինակություններ են։ Դուք ուշադրություն դարձրել եք, ովքեր են այսօր հանրային հեղինակությունները, ովքեր են խոսում, ինչի մասին են խոսում։ Օրինակ բերեմ 60-ականների վերջին ֆրանսիական երիտասարդ ուսանողական հեղափոխություններ, Ֆրանսիայում, Գերմանիայում, ելի մի քանի երկրներում ուսանողները դուրս էին եկել, ինչ-որ բան էին պահանջում, ուսանողների ձեռքին գրքեր էին, փիլիսոփաների, Մարկուզե, Ադորնո եւ այլն, այսինքն իրենք կարդում էին գրքեր, կարմրի տիրակալներ, որոնք իրենք սովորացնում են եւ պահանջում են, ասում են, եկեք թող իրենք գան մեզ ղեկավարեն փիլիսոփաները, ոգևորվել են։ Իհարկե նրանք չգնացին, ասելով, որ մենք հեղափոխականներ չենք, մենք ուղղակի փիլիսոփաներ ենք։ Շատերը այստեղ հիշում են սովետական ժամանակաշրջանը, ովքեր են սովետական միությունում հեղինակությունները, ասենք Սիլվա Կապուտիկյան, գրողներ, բանաստեղծներ եւ այլն, որոնք ինչ-որ խոսք էին ասում եւ հանրությունը հետեւում էր իրենց խոսքին, էկոլոգիայի հարցով, լեզվի հարցով եւ այլն, այսինքն հանրությանը ուղղորդողներ կային եւ կային հեղինակություններ։ Ինչ եղավ 2018 թվականին։ 2018 թվականին մենք ըստ էության չունեինք հանրություն, չկային հեղինակություններ, կային ինչ-որ մարդիկ, որոնք սոցիալական դժգոհության վրա են խաղում, այսինքն կար ամբոխ, ցավոք սրտի հանրությանը վերածել են ամբոխի եւ արդյունքում այն հանդիպումների ժամանակ, որոնք մենք մասնակցում ենք, մենք տեսնում ենք, որ գործ ունենք ամբոխի հետ։ Ամբողջ բառը պետք է չի վիրավորվել, այսքան ժողովրդի հետ, որը սոցիալական գիտակցություն եւ կառուցվածք չունի։ Հիմա այս պայմաններում ում հետ ինչպես խոսել, հարց է առաջանում, ընտրություններ են, պետք է խոսք գնա։ Ուրեմն հանրության մեջ ուրեմն մի երևույթ է հիմա, երբ որ հանրությունը ամբողջի է վերածվում, առաջանում են մի երևույթ, որը հին Ռոմում է եղել ժամանակին, մինչև Ռոմում չեկավ քաղաքացիական հասկացողությունը, պատրոն կլիենտ հասկացողությունը, կլիենտներ էր դա կոչվում, այսինքն առաջան մարդիկ կային, որոնք մեծ տոհմերի ղեկավարներ են, ունեն հողեր, տարածքներ եւ այլն եւ ունեն աշխատողներ։ Աշխատողներն էլ ժառանգաբար փոխանցվում են, տերերը ժառանգաբար փոխանցվում են։ Մեր հանդիպումների ժամանակ մարդիկ ասում են, ով մեզ կանի բարեգործություն, ով մեզ աշխատանք կտա, բարի ենք ուզում լինի, այսինքն մենք տեսնում ենք, որ ստեղ պատրոն կլիենտ հարաբերությունների պահանջ կա հատկապես շրջաններում։ Եվ կա երկրորդ մի զանգված, որ բոլորին ատում եմ։ Ես բոլորին ատում եմ, դա Վարդան Ղուկասյանի դոգի զանգվածն է։ Ինչի համար ես երկու զանգվածը նշում, որովհետև կա եւս մի զանգված, որը այս ընտրություններում խնդրի առաջ է կանգնել։ Դա խաղն է, դա հիմնականում Երևանն է, կարելի է նույնիսկ մանրամասնել կենտրոն, Արաբկիր, Նորքի զանգված եւ այլն։ Այդ մարդիկ այսօր չունեն այն դեմքերը, որոնց կցանկանային ընտրել։ Միջին խավը այս ընտրություններում մնացել է անտեր, որտեղ այդ միջին խավը ոչ թե պատրոն է ուզում, ոչ թե աշխատանք է ուզում, ոչ թե բարեգործություն է ուզում, այդ խավը ուզում է գաղափարներ, ուզում է ապագայի տեսլական եւ իրենք այս վիճակում մնացել են անտեր։ Եվ ինչպես ասացի, դոգի խավը, որը չի մասնակցում, որը բոլորին ատում է, այդ երկու խավերը ընտրություններից այսօր դուրս են մնում, այսօր բոլորի համար հասկանալի է, շատ կարևոր է, որ մասնակցությունը լինի։ Այս մարդիկ որոշակի խնդիրներ ունեն այսօր, դա չափազանց լուրջ խնդիր է։
Ուրեմն մարդիկ ցանկանում ընտրությունների ժամանակ, ուրեմն ինչպես են տեսնում խնդիրները։ Ուրեմն բնականաբար 80%-ից ավելին համարում է խնդիրը անվտանգությունն է։ Եվ ես ասեմ, պետք չի ոչ միայն վերաբերվել գործող վարչապետի այն խոսքերին, որ ինքը բերում է խաղաղություն, մյուսները բերում են պատերազմ։ Իրականում վիճակը հետևյալն է. կա վարչապետ, որին չեն վստահում, որ կբերի խաղաղություն, բայց հնարավոր է։ Եվ կա ընդդիմություն, որին ներշնչում են, որը բերում է պատերազմ, այսինքն կասկածելի խաղաղություն եւ երաշխավորված պատերազմ։ Այս տրամաբանության մատրիցայի մեջ հանրության մի զգալի հատվածը գտնվում է եւ շատ կարեւոր է, որ նախընտրական process-ում կարանալ ավելի հստակ լուծումներ առաջարկել եւ երբ որ խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին, դա պետք է բացվի, ով է երաշխավորելու, պատրաստ են երաշխավորները երաշխավորել։ Երբ որ մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում եւ այս գործող իշխանությունը դրա վրա փորձում է իհարկե խաղալ։ Ինչն էր ամենահուսադրողը, որ մարդկանց մոտ 90%-ը դեմ է սահմանադրության փոփոխությանը, դեմ են նույնիսկ նրանք, ովքեր վառ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ Ինչպես են իրենք բացատրում իրենց դեմ լինելը։ Մենք չենք ուզում դրսից մեզ պարտադրեն Ալիևը կամ Ադրբեջանը, մենք մեր ներքին հարցերը ինչպես լուծենք։ Երկրորդը, եթե մենք փոխենք սահմանադրությունից, գուցե մեզ խաբելու են, նորից պահանջներ են դնելու, եւ այս առումով ես Հայկի մի Նաղդաշյանն եմ ուզում գալ, ինչ է մեզ սպասվելու։ Ուրեմն բացական չի, որ Ադրբեջանը դուրս է եկել Կարսի պայմանագրից, որովհետև Կարսի պայմանագրից Հայաստանը 29000 եւ այլն քանի քառակուսի կիլոմետր է։ Եթե Կարսի պայմանագրից դուրս ես գալի, մտնում ես Ալեքսանդրապոլի պայմանագիր 11000 քառակուսի կիլոմետր։ Սա մեր հանրությանը ընտրությունների ժամանակ պետքա շատ կարևոր է, որպեսզի բացատրել։ Մյուս կարևոր խնդիրը դա բարոյհոգեբանական մթնոլորտն է։ Մարդիկ ճյուղերում, որ Երևանից դուրս քաղաքներում ասում են, այս ներքաղաքական այս թշնամությունը մտել է մեր տները, մեր հարևանների հետ եք թշնամիներ, ընտանիքի մեջ ենք թշնամի, եւ այս խոսույթը, որ անդադ գնում է թշնամության, մեզ բոլորի վրա ազդում է նույնիսկ այն մարդկանց վրա, որոնք պատրաստ են ընտրությունների չգնալ համոզված կերպով, բայց իրենց վրա դա ազդում է։ Այդ համերաշխության խնդիրը, մոբիլիզացիայի խնդիրը, ինչ գաղափարներով կարող է բերել, դա նույնպես չափազանց կարևոր է, եւ դա պետք է լինի ուղղակի խոսքեր, որ ասում են, գիտեք ինչ, եկեք համերաշխինենք։ Դա պետք է հստակ ձևակերպված լինի եւ հստակ մեխանիզմներով պարզ ձևով մարդկանց բացատրվի։ Եկեղեցու դեմ արշավներ շատերին մտահոգում եւ նույնիսկ այն մարդկանց, որոնք կոնկրետ այդ հոգեվորականներին վատ են վերաբերվում, որովհետեւ իրենք սա տեսնում են հարձակում ազգային արժեքների դեմ։ Քանի որ ես կաշխատեմ երկար չխոսել, կփորձեմ վերջացնել եւ շատ կարեւոր կլինի նաեւ այն քննարկումը, որը հույս ունենք, որ կծավալվի եւ շատ կարեւոր կլինի այս տեսակետները նույնպես հայտնի լինեն, որովհետեւ այստեղ հենց հավաքված են հիմնականում են մարդիկ, որոնք Երևանի որոշակի միջին խաղն են, ներկայացնում, որքանով ես հասկանում եմ։ Մեր առաջին հիմնական մարտահրավերներ կան, դա արժեքային համակարգի խնդիրն է, որը խարխլված է եւ ամեն օր խլում են բոլոր հնարավոր կոդերը, ոչնչացնում են պետականորեն ոչնչացնում են բոլոր այն կոդերը, որոնք կարող են մեզ միավորել։ Մենք հիմա շատ քիչ բան ունենք, որը մեզ միավորում է, հիմնական միավորել այնը, որ այստեղ ենք ապրում եւ վտանգի դեպքում դա բոլորիս է սպառնում։ Շատ կարևոր են վստահություն ինստիտուտների հանդեպ, շատ մարդիկ ասում են մենք չենք վստահում պետական եւ քաղաքական ինստիտուտներին եւ տեղական ինստիտուտներին բնականաբար։ Այս հիմնական խնդիրն են եւ վերջում ես ուզում եմ մի հետաքրքիր երևույթի մասին խոսել, շատ կարճ, երկար չեմ խոսի, ուրեմն մեր հանրությանը բնորոշ իզոլյացիոնիզմն է։
մարդիկ ասում են, մենք ուզում ենք Թուրքիայի սահմանը բացել, բայց վախենում ենք։ Ուրեմն այս վերջերին ինձ մի հետազոտություն կար Իսրայելի մասին, որտեղ Իսրայելի հասարակությունը նույնպես կղզու վրա է ըստ էության ապրում, փակ կղզու, բոլոր հարևանների հետ շնամական են, բոլոր հարևանների հետ մշակութաբանական խնդիր ունեն, այսինքն մշակութաբանորեն իրենք անհամատեղելի են։ Ըստ էության Հայաստանում մենք նույնպես մեր հարևանների հետ մշակութաբանական անհամատեղելիության խնդիր ունենք։ Եվ շատ մարդիկ, ասելով գուցե կարող է տնտեսական դրական էֆեկտ լինի սահմանների բացմամբ, այնուամենայնիվ հասկանալով, որ գյուղատնտեսությունը եւ գյուղը կարող է տուժել, մրցանակչելներ, բայց հիմնական անհանգստացնող պահը այն է, որ ասում են դուրս գան փողոց, թուրքերեն, ադրբեջաներեն խոսող մարդիկ լինեն։ Սա անհանգստություն է առաջացնում, այդ նույն երևույթը կա նաև Իսրայելում, սա ինչի համար եմ ասում, սա նույնպես նախընտրական շրջանում հարված է գործող իշխանության քարոզչությանը։ Մնացածը ես հույս ունեմ, որ բոլորը կկարողանան արտահայտվել, շնորհակալություն ինձ լսելու համար։